Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ աշխատեց իմ կյանքում։ Ես չգիտեմ իմ հետ ինչ կլիներ, եթե Աստված իմ կյանքում չաշխատեր։ Դեռ երիտասարդ հասակում ես զգում էի, որ իմ սրտում դատարկություն կա։ Երիտասարդ հասակում, երբ խաղում էի երեխաների հետ, մի օր իմ բարեկամներից մեկը հարցրեց. Ինչ կլիներ, եթե մենք մարդու փոխարեն շուն լինեինք կամ մի մեծ ծառ։ Շունը սատկում է եւ վերջ։ Ծառը կտրում են եւ այլևս այդ ծառը չկա։ Բայց ես երիտասարդ հասակում հասկանում էի, որ մահով ամեն ինչ չի ավարտվում։ Եվ իմ սրտի մեջ վակուում կար։ Ինչ որ մի բանի կարիք ունեի, բայց չգիտեի թե ինչի։ Եվ այդ հասակում ես աղոթում էի, որ երբ որ մեծանամ, գտնեմ դա։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն, որ Աստված ինձ բերեց հավատքի երիտասարդ հասակում։ Մեր հովիվը լութերական եկեղեցու անդամ էր։ Եվ նա արդեն իսկ հովիվ էր, երբ եկավ հավատքի։ Մինչ դա նա ամեն ինչ հասկանում էր իր ուղեղում, բայց իր սրտում չուներ դա։ Եվ երբ որ նա ստացավ դա իր սրտում, մենք զգացինք այդ փոփոխությունը, որ նա վերապրել է։ Արդեն նա խոսում էր Հիսուսի մասին։ Հրեշտակը Մարիային ասաց. նրա անունը Հիսուս կդնեք, որովհետև նա աշխարհն է փրկելու։ Ես խնդիր ունեի։ Ես վիրավորվում էի, չէի սիրում մարդկանց, չէի ներում նրանց մեղքերը, ատում էի մարդկանց և թշնամություն էի անում նրանց հետ։ Դրանք իմ մեղքերն էին։ Ես գնում էի եկեղեցի, մասնակցում հավաքներին և խոսք էի տալիս Աստծուն, որ այլևս իմ եղբայրների հետ չեմ վիճելու կամ չեմ զայրանա, բայց միշտ հիասթափվում էի։ Ինչքան էլ իմ կամքի ուժը մեծ լիներ, ես չէի կարողանում։ Իսկ Հիսուսը փրկում էր իր ժողովրդին նրանց մեղքերից։ Հիշում եմ մի օր եկեղեցում աղոթում էի, որպեսզի Հիսուսը մտներ իմ սրտի մեջ և խոստովանում էի, որ խնդիր ունեմ։ Ես ինքս ինձ չեմ կարողանում փրկել այս մեղքերից, խնդրում եմ, արի և դու փրկիր։ Դա շատ կարևոր օր էր իմ կյանքում։ Դրանից հետո Աստվածաշունչը շատ կարևոր գիրք դարձավ իմ համար։ Հասկացա, որ այն խոստումները, որ գրված են օրինակ Հովհաննեսի ավետարանում, եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ Կամ Հովհաննեսի ավետարան 14-12 խոսքը. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանից էլ ավելի մեծ բաներ, որովհետև ես իմ հոր մոտ եմ գնում։ Ես հասկացա, որ եթե այս երկու խոստումը միակ խոստումները լինեին Աստվածաշնչի մեջ, դա բավական կլիներ, ավելի թանկարժեք, քան այս աշխարհի բոլոր գանձերը։ Բայց հետո հասկացա, որ Աստված ուզում է, որ ես քարոզեմ ավետարանը։ Դա շատ դառներ և շատ ծանր էր ինձ համար, որովհետև ես շատ էի սիրում հարստություն և սպորտ և թենիսով էի զբաղվում։ Դա էր նպատակը իմ կյանքի։
Եվ հանկարծ Աստված ինձ ասում էր, որ ես պետք է նրան հետևեմ։ Դա դժվար է ինձ համար այդ ամենը թողելը, դա կարծես մահ լիներ ինձ համար։ Բայց ես ասացի, այո, ես պատրաստ եմ ամեն ինչ թողնեմ եւ քո հետևից գամ։ Բայց մի պայմանով։ Եթե ես քարոզելու եմ ավետարանը, կամ հովիվ դառնամ, կամ միսիոներ, ես չեմ ուզում եկեղեցի խաղալ։ Ես չեմ ցանկանում ուղղակի քարոզել, կնքել մարդկանց, բայց ուզում եմ, որ դա իրական եւ կենդանի լինի իմ կյանքում։ Եվ ես միսիոներ դարձա։ 12 տարի միսիոներական գործունեությամբ էի զբաղվում։ Երբ որ ես գնում էի մարդկանց մոտ, ասում էի, որ ես Հիսուս Քրիստոսի ծառան եմ եւ ձեզ ճշմարտությունն եմ բերել։ Ասում եմ, որ Հիսուսը ձեզ կարող է փրկել։ Նա կարող է ձեզ փրկել, ազատագրել։ Բայց դա ճիշտ էր միայն որպես թեորեմ։ Իմ կյանքում դա այդպես չէր։ Եվ 12 տարի հետո ես հասա մի իրավիճակի, որ պատրաստ էի հանձնվելու։ Այո, գրքում գրված է այդ ամեն ինչի մասին, բայց իմ կյանքում դա այդպես չէր, եւ չգիտեի, թե ինչն է պատճառը։ Եվ ես ասացի, ես հանձնվում եմ։ Մնացած մարդիկ գումար են աշխատում, իրենց կյանքով են ապրում, իսկ ես միսիոներ եմ, զբաղվում եմ մի բանով, որը չի աշխատում։ Այդ ժամանակ ես մի տարածքում էի, որը կոչվում է Մապումուլո։ Այնտեղ զուլու ազգերի մի խումբ կար։ Եվ մենք իրար հետ որոշեցինք, որ ընդունենք Աստվածաշունչը ինչպես իրական Աստծո խոսք։ Այդ ժամանակ ես դեռ չէի հավատում, որ Աստվածաշնչի ամեն խոսք Աստծո խոսքն է։ Կարծում էի, թե կան սխալներ Աստվածաշնչի մեջ։ Որովհետև իմ կյանքում ասում էի, որ դա չի աշխատում։ Եվ ես հասա վերջին, այսպես ասած, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Կամ մենք ընդունում ենք Աստվածաշունչը որպես իրական Աստծո խոսք, եւ ինքներս մեզ չենք արդարացնում, չենք պաշտպանում ինքներս մեզ, այլ երեխայի նման կհավատանք այդ խոսքի իրականությանը։ Die Bibel als Wort Gottes. Wir verteidigen uns nicht, wir rechtfertigen uns nicht, Եվ որոշեցինք վերցնել մի գիրք Աստվածաշնչից, չենք ընտրի այն մասերը, որոնք մեզ դուր են գալիս։ Կամ էլ այն մասը, որին մենք հավատում ենք։ Աստվածաշնչում կան բաներ, որ ինձ հանգիստ չէին տալիս։ Օրինակ, ես չեմ եկել աշխարհը դատելու, բայց խոսքը, որ ես ասում եմ ձեզ, այդ խոսքը ձեզ կդատի դատաստանի օրը։ Եվ ես մտածում էի, եթե այդ խոսքը իրոք ճիշտ լիներ, դատաստանի օրը ես որտեղ կանգնելու։ Կամ մի ուրիշ խոսք։ Նա, ով հավատում է ինձ այնպես, ինչպես գրված է այս գրքում, իր կյանքից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Մեկ գետ չէ, այլ գետեր։ Գետեր, որոնք անապատը կարող են պարտեզի վերածել։ Կամ ջուր, որը էլեկտրոէներգիա է արտադրում։ Ահա թե գետերը ինչեր կարող են անել։ Եվ ես ասում էի 12 տարի քարոզում եմ, բայց իմ անապատը պարտեզի չի վերածվում։ Մարդիկ չեն ապաշխարում։ Եվ որոշեցինք մի գիրք վերցնել Աստվածաշնչից եւ չլինենք երեխաների նման, ովքեր տորթ են ստանում եւ տորթի վրայի բալերը ուտում են, իսկ խմորը թողնում։
այլ պետք է ուտենք տորթը ամբողջությամբ։ Եվ հենց սկզբից Գործ առաքելոց գիրքը կարդալուց հասկացա, որ Աստված խոսում էր ինձ հետ հենց սկզբից։ Եվ ես ընդունեցի Աստվածաշունչը ինչպես իրական Աստծո խոսք։ Առաջին մի քանի խոսքով Աստված խոսեց իմ հետ, երբ որ Ղուկասը գրում է Թեոփիլեին, որ արդեն գրել եմ քեզ եւ նորից գրում եմ այն ամենի մասին, թե ինչ է Հիսուսը արել եւ ինչին է մեզ սովորեցրել։ Այդ խոսքը իմ հետ խոսեց։ Հիսուսը սկզբից անում էր եւ հետո նոր խոսքով սովորեցնում։ Հաճախ մենք մարդկանց ասում ենք, այսպես արա կամ այնպես արա, եւ վերջում ավելացնում ենք, բայց մի արա այնպես ինչպես ես եմ անում։ Ինձ մի նայր Աստծուն, նայր թե ինչ է գրված Աստվածաշնչում։ Եվ ես դա լուրջ ընդունեցի։ Ղուկասը գրում էր այն ամենը, ինչ Հիսուսը անում էր եւ սովորեցնում։ Եվ Աստված սկսեց աշխատել իմ կյանքում։ Հարցրեց. Ինչ ես անում դու, ինչով ես զբաղված։ Եթե դու ճշմարիտ կյանքով չես ապրում, նույնիսկ բերանդ բացելու իրավունք չունես։ Հակառակ դեպքում դու դառնում ես փարիսեցու նման։ Իսկ Հիսուսը ասում է. ինչ որ նրանք ասում են, արեք, բայց նրանց արարքները մի արեք։ Եվ ես աղոթում էի, Տեր, թող որ իմ կյանքը լինի այնպես, ինչպես քո սուրբ խոսքն է նկարագրում։ Եվ մենք այդպես սկսեցինք ուսումնասիրել գիրքը։ Ես ժամերով կարող եմ այս թեմայով խոսել, բայց ժամանակ չունենք։ Եվ Հիսուսը ասում էր, որ մենք պետք է Հուդայում, Սամարիայում եւ աշխարհի բոլոր ծայրերում վկայենք նրա մասին։ Եվ ես կարծում էի, ինչ։ Ինչպես է դա հնարավոր։ Մենք նրա վկաները լինենք ամբողջ աշխարհում։ Եվ հետո հասկացա, որ կոմունիզմը, որը այդքան զարգացավ աշխարհում, 70 կամ 80 տարի մարդիկ հետևում էին այդ ուսուցմանը։ Նրանք իրենց աթեիզմով եւ անաստվածությամբ այդքան մեծ առաջխաղացում ունեցան, իսկ մենք քրիստոնյաներս արդեն 2000 տարի ունենք քրիստոնեությունը եւ մեր եկեղեցիները դատարկվում են։ Փոխանակ մենք առաջնորդենք աշխարհին։ Այժմ հեթանոսներն ավելի շատ են, քան մարդկության պատմության մեջ երբևէ։ Եվ ես ասացի. Աստված, ինչ որ մի բան այն չէ։ Եվ մենք սկսեցինք քննել մեր կյանքերը խոսքի համաձայն։ Եվ հասկացանք, որ առաջին դարի եկեղեցում մարդիկ սրտով եւ հոգով մեկ էին։ Զարմանում էի, թե ինչպես է դա հնարավոր, հազարավոր մարդիկ, ովքեր տարբեր լեզուներով են խոսում։ Նրանք մեկ սիրտ եւ մեկ հոգի ունեին։ Հրեաները եւ քույները միասին ունեին մեկ սիրտ եւ մեկ հոգի։ Ես ասում էի, Աստված, ինչպես է դա հնարավոր։ Ինձ համար դա ավելի մեծ հրաշք էր, քան հին կտակարանում գրված բոլոր հրաշքները։ Դա ինձ համար ավելի մեծ հրաշք էր, քան
հին կտակարանում գրված բոլոր քրաշքները։ Մեկ հոգի և մեկ սիրտ լինելը։ Մենք քրիստոնյաներս երբեք մեկ չենք եղել։ Ես այս մեկի հետ չեմ կարողանում համաձայնվել կամ մյուսի հետ, բայց ահա ես տեսա Աստվածաշնչում, որ հազարավոր մարդիկ մեկ եկեղեցում ունեին մեկ հոգի և մեկ սիրտ։ Եվ ես միայն կարողանում էի աղոթել, որպեսզի մեր եկեղեցին նմանվի այդ առաջին դարի եկեղեցուն։ Վերակենդանացրու մեզ, Տեր, արա այն, ինչ արել ես 2000 տարի առաջ։ Եվ մենք շարունակում էինք կարդալ Աստվածաշունչը, հասանք Անանիայի և Սապիրայի պատմությանը, ովքեր գումարի մի մասը թաքցրեցին, և Պետրոսը Սուրբ Հոգով լցված հարցրեց. Անանիա, այդքանով վաճառեցիր ագարակը։ Պատասխանեց այո և ընկավ գետնին, մահացավ։ Կինը, որ միաբանվել էր իր ամուսնու հետ, նույնպես ստեց, և Պետրոսն ասաց. ահա երիտասարդները, որ հուղարկավորել են ամուսնուդ, ներս կգան և քեզ նույնպես կտանեն։ Նա նույնպես մահացավ։ Ինչպիսի սրբություն և ճշմարտություն կար առաջին եկեղեցում։ Այնտեղ մեղքը տեղ չուներ։ Եվ ես մտածեցի, եթե այսօր այդպիսի եկեղեցի լիներ, ով կցանկանար այդ եկեղեցու անդամ լինել։ Այսօր մենք եկեղեցում ունենք սուտ, անառակություն և նմանատիպ մեղքեր։ Բայց այն ժամանակ այդպիսի բաներ չկար։ Առաջի դարի եկեղեցուն անդամակցելը վտանգավոր էր, որովհետև այնտեղ մեղքը չէր հանդուրժվում։ Կամ երբ որ մուրացկանը Պետրոսից գումար էր ցանկանում վերցնել, Պետրոսն ասաց. արծաթ և ոսկի չունեմ, բայց այն ինչ ունեմ, տալիս եմ քեզ, Հիսուսի անունով վեր կաց։ Պետրոսը ձեռը մեկնեց և բարձրացրեց նրան։ Դա ինձ համար նույնպես խնդիր էր։ Պետրոսը երբ որ ասաց ինձ նայիր, ես մտածեցի, դա սխալ է։ Միթե ասում է ինձ պաշտիր, Պետրոսիս։ Միթե մարդիկ մեզ պետք է նայեն։ Մարդիկ Աստծուն պետք է նայեն։ Մենք պետք է նայենք խաչին, ոչ թե մարդկանց։ Եվ ես հարցրեցի Աստծուն. Աստված, ինչպես կարող էր Պետրոսը, որ լցված էր Սուրբ Հոգով, այդպիսի մեծ սխալ գործել և ասել ինձ նայիր։ Բայց հետո ես հասկացա, երբ որ Պողոսը գրում է, որ դուք բաց նամակ եք, որ մարդիկ կարողանում են կարդալ, և հասկացա, ասացի Աստված, այժմ ես հասկանում եմ, ավետարանը, որ գրված է ոչ թե թանաքով թղթի վրա, այլ Սուրբ Հոգով և Աստծո ձեռքով, Աստծո հետ վեճի մեջ բռնվելը սխալ է։ Ես ասացի, Տեր, իմ կյանքը չի համապատասխանում այս կյանքին։ Խնդրում եմ, աշխատիր իմ կյանքում, որպեսզի ես, որպես բաց նամակ, կարողանամ մարդկանց ասել ինձ նայիր։ Եվ եթե ես չկարողանամ դա ասել իմ եկեղեցում, ուրեմն բերանս պետք է փակեմ։ Ես չպետք է խոսամ, մինչև իմ կյանքը կարգի չբերեմ։ Աստված ասում է. մի եղեք փարիսեցիների նման։ Մարդիկ զգում են դա։ Դուք հնարավոր է խոսեք, բայց մարդիկ զգում են, որ ձեր խոսքում ուժ չկա։
Հիսուսի մասին ասում էին, նրա նման ոչ ոք չէր խոսում, նա խոսում է կարծես իշխանություն ունի, ինչու էր դա այդպես, որովհետև խոսում էր այն, ինչ ապրում էր, և Աստված դա մեզանից նույնպես պահանջում է։ Մի օր մեկը ինձ պատմություն պատմեց կաթոլիկ եկեղեցու մասին, մի օր 1000 կամ 2000 մարդ էր հավաքվել եկեղեցում և մուտքի մոտ ոչ թե փոքր զամբյուղ էր գումար հավաքելու համար, այլ մի մեծ սեղան։ Եվ մարդիկ արծաթ և ոսկի էին բերում, գումար, այսպես ասած, բերում էին և դնում այդ սեղանին։ Եվ մի մեծահասակ հոգևորական հաշվում էր այդ գումարը։ Մի երիտասարդ մոտեցավ նրան և մեծահասակը երիտասարդին ասաց. «Տեսնում ես երիտասարդ, Պետրոսը այլևս չէր կարող ասել, որ արծաթ կամ ոսկի չունեմ»։ Իսկ երիտասարդն ասաց. «Իսկ Պետրոսը չէր էլ կարող ասել Հիսուսի անունով վեր կաց և քայլիր»։ Նրանք ունեն այն, ինչ մենք չունենք, մինչդեռ մենք ունենք այն, ինչ նրանք չունեին։ Չնայած նրան, որ ֆինանսապես նրանք զրոյին էին մոտիկ, նրանք կարողանում էին ասել մեզ նայիր։ Երբ որ այդ մուրացկանը նայեց նրանց, զգաց Աստծո ներկայությունը նրանց մեջ։ Նա չասաց, բայց ինչպես ես կարող եմ վեր կենալ, ես այսպես եմ ծնվել։ Այդ մարդը հավատաց նրանց։ Նա ինչ-որ բան նկատեց նրանց մեջ, որ վստահելով փորձեց վեր կենալ և վեր կացավ։ Ահա ինչպիսի տեսք ուներ առաջին եկեղեցին։ Իսկ մենք ինչ տեսք ունենք այսօր։ Դրանից 2-3 շաբաթ հետո մեր սրտերը կարծես ճզմած լինեին։ Մենք կարծես հագուստ լինեինք լվացքատնից դուրս բերած։ Այդպես Աստված մաքրեց մեր կյանքերը։ Մենք ստիպված էինք կրակով անցնել ինչպես արծաթը և ոսկին, որպեսզի մաքրվենք։ Այդպես Աստված վարվեց մեր կյանքի մեղքերի հետ։ Մենք միայն բղավում էինք Աստծուն. «Տեր, արի և աշխատիր մեր կյանքում»։ Ինչպես մի հայտնի երգն է ասում, Աստված, ցույց տուր քո նպատակը իմ կյանքում և աշխատիր իմ մեջ։ Եվ դրանից մի քանի շաբաթ անց կարծես Աստված իր հոգով իջավ այն տարածքում, որտեղ մենք գտնվում էինք։ Անծանոթ մարդիկ գալիս էին մեր մոտ առանց հրավերքների։ Մենք առավոտները արթնանում էինք և 200-300 մարդ մեր դռան շեմին կանգնած էին։ Հարցնում ենք, ինչ եք ցանկանում, նրանք ասում էին, մենք մեղավոր մարդիկ ենք, ուզում ենք կյանքի բերել, կարգի բերել մեր կյանքը։ Եվ մենք ասում էինք, լավ, կաղոթենք, որպեսզի Աստված ների ձեր մեղքերը, բայց ասում էին, ոչ, այդպես չէ։ Մենք ուզում ենք մեր մեղքերը հատ-հատ անունով ասել։ Մի մեղքը մյուսի հետևից, այ դրանից հետո մեր համար կաղոթեք, որպեսզի Աստված մեզ ների։ Նրանք էին ասում դա։ Նրանք լուրջ էին վերաբերվում այս հարցին։ Գալիս էին լացելով, բայց երբ որ ստանում էին ներողություն, կարծես փայլում էին նրանց դեմքերը։ Այդպես Աստված աշխատում էր այս տարածքում, սարերի վրա,
դպրոցներ էր այցելում, մեկ տարածքից մյուս տարածք։ Դա էր արթնության սկիզբը։ Եվ Աստված սկսեց իր աշխատանքը ամենամութ վայրում։ Առաջին մարդը, որ եկավ, կախարդ էր։ Կարծես Երիքովի պատերը փլված լինեին։ Բոլոր տեղերից մարդիկ գալիս էին մեր մոտ։ Աստված գնում էր նրանց տուն և հանդիմանում նրանց։ Եվ ցույց էր տալիս, որ պետք է գաք Աստծո մոտ ձեր մեղքերով։ Եվ միայն այդտեղ կարող ես այդ բեռը գետնին դնել և զգալ այն ուժը, որ ունի Հիսուսի արյունը։ Եվ այդպես կարող է մաքրվել քո մեղքերը։ Եվ այդպես այս ավետարանը շարունակվում է մինչև այսօր։ Արդեն երկար տարիներ, և մենք շնորհակալ ենք Աստծուն իր աշխատանքի համար։ Եվ ես հավատում եմ, որ եթե Աստված կենդանի է մեր մեջ, ինչ-որ մի բան տեղի է ունենալու։ Չկա այնպիսի պատ կամ այնպիսի մի ուժ, որը կարող է նրան հետ պահել։ Եթե Աստծո հոգին սկսել է աշխատել, նա գնալով էլ ավելի է ամրապնդվելու։ Այն գետը, որի միջով Եզեկիելն էր անցնում, մի փոքր առու, և գնալով ջուրը բարձրանում էր այնքան, որ այլևս չէր կարողանում անցնել։ Ահա այդպես պետք է Սուրբ Հոգին աշխատի մեր կյանքում, էլ ավելի ուժեղ։ Եվ մեր ուժը չպետք է գնալով փոքրանա։ Եթե մենք քրիստոնյաներս ապրում ենք այս աշխարհում պինդ կանգնած, ուրեմն մենք այսօր պետք է փոխվենք, որովհետև Աստծո դատաստանը սկսվում է Աստծո տնից։ Արթնությունը, հեթանոսների արթնությունը սկսվելու է ոչ թե հեթանոսներից, այլ քրիստոնյաներով։ Ինչպես որ Աստծո դատաստանը դրսից չպետք է սկսի, այլ մեր միջից, քրիստոնյաների միջից։ Մեր մեղքերը հիասթափեցնում են Սուրբ Հոգուն, հանգցնում են Սուրբ Հոգու կրակը։ Եվ դատաստանի օրը մենք դրա համար մեղավոր ենք լինելու։ Երբ որ կանգնենք Աստծու առաջ, և պարզվի, որ մենք չենք հավատացել այնպես, ինչպես Աստվածաշնչում է գրված։ Մենք շնորհակալ ենք Աստծուն այս խոսքերի համար։ Արթուն կաց և աղոթիր։ Քրիստոնյաները շատ են խոսում աղոթքի մասին։ Այն, որ մենք պետք է աղոթենք, դա պարզ է, բայց Հիսուսը ասում է, որ աղոթքը երկրորդ տեղում է։ Առաջինը արթուն մնալն է։ Որպեսզի ուշադիր լինենք, թույլ չտանք այնպիսի բան, որը կարող է հիասթափեցնել Սուրբ Հոգուն, որպեսզի նա կարողանա աշխատել մեր կյանքում։ Թող որ Աստված տա բոլորին այն, ինչ մեզ է տվել 40 տարի առաջ։ Եվ ես աղոթում եմ ոչ միայն մեզ համար այստեղ, այլ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար։ Այդ ժամանակ մենք կունենանք ուժը, որպեսզի ավետարանը տարածենք ամբողջ աշխարհով։ Թող որ տա Աստված, որպեսզի դա լինի։ Կռակ դեպքում դատաստանի օրը մենք նրա առաջ չենք կարող կանգնել։ Շնորհակալություն։